Հարգարժան փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, այսօր ձեր քննարկմանը ներկայացնում ենք մի նախագիծ, որը իր կարգավորման առարկայում ընդգրկում է ինքնակամ կառույցների վերաբերյալ որոշակի դրույթներ։ Հիմա մանրամասնեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի վերջին կատարվեցին օրենսդրական փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում, որով ամրագրվեց, որ այլևս ինքնակամ կառույցները օրինականացման ենթակա չեն լինի, եթե դրանք կառուցված կլինեն 2022 թվականից հետո, այսինքն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո։ Եվ որոշակի ժամկետ սահմանվեց, որպեսզի արդեն իսկ կառուցված եւ չօրինականացված ինքնակամ կառույցները քաղաքացիները կարողանան հաշվառեն կադաստրի կոմիտեում եւ հետագայում դիմեն օրինականացման համար համապատասխան համայնքներին։ Ըստ էության նախորդ տարի եւս որոշակի փոփոխություններ կատարվեցին այս օրենսդրական կարգավորումների մեջ եւ եւս 1 տարի հավելյալ ժամկետ ընձեռվեց, այսինքն մինչեւ 2026 թվականի վերջը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան հաշվառելու իրենց ինքնակամ կառույցները եւ հետագայում կարողանան դրանք որպես օրինական կարգավիճակ ունեցող կառույցներ ներկայացնելու պետական գրանցման։ Ինչ ենք առաջարկում այս նախագծով։ Իրականում գործնականում ի հայտ են եկել որոշակի դեպքեր, որոշակի խնդիրներ, երբ առաջացել է անհրաժեշտություն այնպիսի առանձնահատուկ կարգավորումներ նախատեսելու, որոնք նաև թույլ կտան այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են 2022 թվականից հետո, ներկայացնելու հաշվառման, ներառելու կառավարության կողմից սահմանվող համապատասխան օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկում եւ հետագայում դիմելու, որպեսզի հնարավորություն ունենան դրանք օրինականացնելու։ Նախագծով ամրագրվում են մի շարք պարտադիր ընթացակարգեր, դրանցից առաջինը հետևյալն է, որ պետք է պարտադիր կառուցված ինքնակամ կառույցը համապատասխանի քաղաքաշինական նորմերին։ Դրա տեխնիկական վիճակի վերաբերյալ պետք է առկա լինի համապատասխան լիցենզավորված կազմակերպության կամ անձի դրական եզրակացությունը։ Պետք է հակահրդեհային նորմերը պահպանված լինեն, ինչպես նաև պետք է ներկայացվի թիմ մարմինների կողմից տրված համապատասխան նախնական գնահատական, արդյոք ինքնակամ կառույցը գործող իրավակարգավորումներով կարող է ենթարկվել օրինականացման, թե ոչ։ Դրանից հետո քաղաքացին այդ փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնի տկեն նախարարություն եւ վերջինս հավաքագրելով դիմումներն ու փաստաթղթերը ըստ էության ցանկի առաջարկություն է ներկայացնելու ՀՀ կառավարություն եւ կառավարությունը գնահատելով առկա փաստաթղթերը եւ որոշակի իրավական եւ փաստական հանգամանքները դրանք կարող է ներառել կառավարության որոշմամբ սահմանված ցանկում։ Այդ ցանկում ներառված կառույցները հետագայում հնարավորություն կունենան դիմելու համայնքներին օրինականացման որոշում ստանալու համար։ Շեշտադրեմ, որ ժամկետը այս ամբողջ գործողությունները կատարելու եւ կառավարության ցանկում ընդգրկվելու համար սահմանված է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այսինքն նման ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է իրենց գործողությունները ինքնակամ կառույցի հաշվառման եւ ինչպես նշեցի այդ փաստաթղթերի հավաքագրման իրականացմեն մինչեւ 27 թվականի տարեվերջ։ Մի փոքր նաև անդրադարձ կատարեմ, թե ինչու նախաձեռնվեց նման նախագծի իրականացումը, քանի որ առկա են դեպքեր, երբ շինությունը, որպես այդպիսին, կարող է ունենալ ավելի մեծ արժեք իր կարգավիճակով, դա կլինի օրինակ հանրային արժեք, այսինքն կան բացված շատ աշխատատեղեր, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացվում, տրամադրվում են աշխատավարձեր, կարող է պայմանավորված լինել նաև պետության կողմից իր հարկահավաք գործունեությունը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ եւ այսպես բոլոր դեպքերի համար տալ մեկ լուծում ընդհանրական, ասել, որ ոչ, բոլոր դեպքերում ավելի ճիշտ է այդ կառույցները քանդել եւ հավասարեցնել հողին, կարծում ենք, որ ճիշտ մոտեցում չէ եւ հաշվի առնելով, որ պարբերաբար այս ոլորտի վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու որոշակի ժամկետով պայմանավորված լրացումներ եւ փոփոխություններ, այս նախաձեռնությունը եւս ունենալու է ժամկետային կարգավիճակ, հնարավորություն տալով արդեն իսկ գոյություն ունեցող ամբողջությամբ ինքնակամ կառուցված շինությունները որոշակի պայմանների դեպքում հնարավորություն տալու, որպեսզի կարողանան դիմել օրինականացման։ Շնորհակալ եմ, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։